Եվ այսպես ինչ մեխանիզմներով են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ձևավորում իրենց նոր նախընտրական ցուցակը։ Հարգելի հեռուստադիտողներ, րոպեներ առաջ նաև մեր եթերում դուք տեսաք, թե ինչ տեղի ունեցավ այսօր ազգային ժողովում, խորհրդարան, կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ եւ կրկին Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ պոռթկումից հետո հասարակության մեջ քննարկվում է հետեւյալ հարցը, թե հասարակության, թե քաղաքագիտական, վերլուծական, փորձագիտական շրջանակներում արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանի քայլերը, գնահատականները լուրջ վերլուծել եւ այդ քայլերը վերլուծելուց հետո ինչ որ եզրահանգումներ անել եւ ըստ այդ եզրահանգումների քաղաքական գործընթացներ տնօրինել, կառավարել։ Իրականում պատասխանը ակնհայտ է, այո, անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր հայտարարությունները մանրակրկիտ կերպով վերլուծել, հասկանալու համար, թե գործընթացները ինչ ուղղությամբ են գնալու, դա իր հերթին հնարավորություն է տալու կանխավ համապատասխան քայլեր իրականացնել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջան եւ մենք այստեղ նույնիսկ չենք խոսում նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել 5-6 տարի առաջ։ Հիշում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, առաջին այցը նա կատարեց Արցախի Հանրապետություն եւ փաստացի ասած, այն թե ինչ է տեղի ունենալու Արցախի Հանրապետության հետ 2022-23 թվականներին, երբ որ ասաց, որ Հայաստանը չի բանակցելու Արցախի փոխարեն։ Հիշում եք, երբ որ Լաչինի միջանցքը փակվեց, այստեղից ինչ գնահատականներ էին տալիս։ Հայաստանը չի մտնելու բանակցային գործընթացի մեջ։ Այսինքն իրենք արեցին այն, ինչի մասին Փաշինյանը դեռևս 18 թվականի մայիսին խոսում էր, բայց սա, այսպես ասենք, արդեն պատմություն է։ Եկեք մի փոքր ավելի թարմ օրինակներով հասկանանք, թե ինչ է կատարում եւ ինչ ուղղությամբ են քաղաքական գործընթացները գնում։ Հիշում եք, Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ տարված էր հեծանվավազքի այդ գաղափարով։ Առավոտ գործի էր գնում հեծանիվով, Մոսկվա էր գնում հեծանիվով, իհարկե շատ ծիծաղելի էր, մեղմ ասած, երբ որ Փաշինյանը միայնակ Մոսկվայում հեծանիվ էր քշում եւ այնտեղ մի շարք շարասյուն էր իրեն հետևում, սկսած բժիշկներից վերջացրած այլ համապատասխան սպասարկող անձնակազմով, բայց ինչևէ արձանագրենք հետեւյալը, բավականին մեծ աղմուկ էր հանել այդ հեծանվավազքը Նիկոլ Փաշինյանի եւ ինչ որ մի պահից սկսած Փաշինյանը նաեւ բաց քաստինգ հայտարարեց եւ մարդիկ կարող էին միանալ իրեն հեծանվավազքի ժամանակ իր հետ միասին գործի գնալ կամ Սևանի շուրջ հեծանվավազքին մասնակցեն եւ ինչ էր անհրաժեշտ դրա համար, անհրաժեշտ էր համապատասխան պետական մարմիններից մեկին ուղարկել քո CV-ին, դու կընտրվեիր այդ պետական մարմինների կողմից եւ հնարավորություն կունենայիր Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ վարել։ Տեսեք, սա բավականին պրիմիտիվ, բայց նաեւ աշխատող տարբերակ է կադրային բազան թարմացնելու համար։ Տրամաբանությունը ինչ է հուշում, որ այն մարդիկ, ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ քշել, բացի նրանից, որ իրենք սիրում են հեծանիվ քշել, իրենք նաև լոյալ են Նիկոլ Փաշինյանին, լոյալ են նրա կողմից իրականացրած քաղաքական քայլերին, լոյալ են վերաբերվում նրա կողմից առաջ քաշվող, այսպես կոչված գաղափարախոսությանը։ Տեսեք, եթե այնպես ստացվի, որ այդ հեծանվավազքերին մասնակցել են մարդիկ, ովքեր նաև որոշակի անցած ճանապարհ ունեն, ապա այդ անցած ճանապարհը եւ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հեծանվավազքերը բավական կլինեն նրա համար, որ իրենք ընդգրկվեն Փաշինյանի կողմից ղեկավարվող նախընտրական ցուցակում 2026 թվականին։ Դուք կարող եք ասել, լավ, այդպիսի բան չի կարող լինել, բայց ով ասաց, որ չի կարող լինել։ Մեկ տեսեք այն թիմը, որը հիմա կա Փաշինյանի շուրջ։ Մեծամասամբ այդ մարդկանց արժանիքը միայն այն է, որ իրենք Փաշինյանի հետ քայլել են 2018 թվականին Գյումրիից եկել են Երևան։ Հիմա ով ասեց, որ նրանց ով քայլել է Փաշինյանի հետ, չեն կարող փոխարինել նրանք, ով Փաշինյանի հետ հեծանիվ են քշել։ Իմիջիայլոց սրա վերաբերյալ լավ կլինի, որ մտածեն նաև Փաշինյանի շրջապատը, Փաշինյանի թիմը եւ հասկանան հետեւյալ, որ իրենց ամենայն հավանականությամբ ավելի շուտ են ուղարկելու պատմական աղբանոց, քան իրենց առաջնորդն է այդտեղ հայտնվելու։ Սա առաջինը եւ երկրորդը, տեսեք, վերջին մի քանի շաբաթների, մի քանի ամիսների նաեւ տրենդը որն է իշխանությունների կողմից, դա Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնած այդ կրթվել է նորաձև է մարաթոնը, հա, եկեք այսպես անվանենք։ Կազմակերպչական տեսանկյունից ինչ է տեղի ունենում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը այցելում են Երևանի տարբեր վարչական շրջաններ, այցելում են Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր եւ իրենց աչքերով ունեն հնարավորություն ստուգելու այս կամ այն պաշտոնյան ինչպես է կազմակերպում տարբեր միջոցառումները, կարողանում է մոբիլիզացնել մարդկանց թե ոչ, որակապես այդ միջոցառումները ինչպես են անցնում,
Տրամաբանությունը նաև հուշում է, որ այսպես իրենք նաև ընտրում են իրենց ցուցակի նոր անդամներին, մարդկանց, ում վրա հետագայում հնարավոր է քաղաքական խաղադրույք իրականացնել։ Նաև այստեղ ինչն է կարևոր։ Տեսեք, արդեն համարյա 7 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը կառավարում է Հայաստանի Հանրապետությունը, ընդգծենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, փաստորեն 7 տարվա ընթացքում Փաշինյանը չի կարողացել 100%-ով վստահելի գոնե մի փոքր թիմ ձևավորել, որ իրենք կարողանային մարզերով մեկնել եւ գնահատել այս կամ այն պաշտոնյայի կազմակերպչական ունակությունները։ Նա չի կարողացել այնպիսի մի թիմ ձևավորել, որը կկարողանար իր համար թարմացնել կադրային բանկը։ Այդ իսկ պատճառով նա ստիպված է հեծանիվ քշել, նա ստիպված է կրթել հասարակությանը, ինչ-որ գնահատականներ տալ մեր պատմության վերաբերյալ, մեր ապագայի վերաբերյալ եւ տեսնել, թե տեղում այս կամ այն պաշտոնյան ինչպես է աշխատում։ Հարգելի հեռուստադիտողներ, բացի նրանից, որ սա ֆիքսում է այն հանգամանքը, որ Փաշինյանը 7 տարվա ընթացքում չի կարողացել էֆեկտիվ կառավարման համակարգ ձևավորել, սա նաև արձանագրումն է նրան, որ մենք փաստացի ունենք ավտորիտար ռեժիմ, որտեղ սկսած նրանից, թե ով է լինելու ցուցակում, վերջացած նրանով, թե ինչպես դաստիարակել երեխաներին, ով է 5 Գեորգ Շարասյուն, ում է պետք փակել ԱԱԾ-ի պատվալուն, վերջացած Ադրբեջանի հետ բանակցություններ, այս ամենը որոշում է ընդամենը մեկ մարդ։ Ու հնարավոր է նաև մի փոքր այդ ամեն ինչին մասնակցում է Աննա Հակոբյանը։ Եվ այս 7 տարվա կառավարման արդյունքը բոլորիս աչքերի առաջ է, եւ այստեղ է, որ դրամաբանական եւ լեգիտիմ քաղաքական հարց է առաջանում. արդյոք Հայաստանի Հանրապետությունը ունի այնքան ռեսուրս եւ հնարավորություն, որ եւս մեկ ցիկլ ղեկավարվի մի մարդու կողմից, ով 7 տարվա ընթացքում չի կարողացել նույնիսկ փոքր եւ նեղ վստահելի թիմ ձևավորել իր շուրջ։ Մտածեք այդ մասին։